Հանդիսավար երգիչ Սամվել Գրիգորյանը պապիկ է դարձել, լույս աշխարհ է եկել նրա որդու Նարեկի դուստրը։ Ես այսօր պապիկ եմ դարձել, մեր աղջիկը ծնվեց, ուրախությանս չափ ու սահման չկա, գրել էր Սամվելը հրապարակելով հիվանդանոցից տեսանյութ։ Նրա դուստրն էլ, Նարեն, կիսվելով ուրախալի լուրով նշել է. մեր աղջիկը ծնվեց, Նարե հորաքույրն ուրախությունից թռվռում է։ Հիշեցնենք, որ Սամվել Գրիգորյանի որդին ամուսնացել է 2024 թվականին։ Զույգի պսակադրությանը ներկա են գտնվել մի շարք հայ հայտնիներ։ Այնտեղ է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Դե իսկ Star News-ը շնորհավորում է զույգին եւ ձեզ առաջարկում դիտել հուզիչ կադրերը։ Նարեկ, աչքդ լույս, երեխեն ծնվեց։ Այժմ աստղային այլ նորություններ։ Երգիչ եւ դերասան Գևորգ Մկրտչյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել, եւ չնայած վերջին շրջանին Գևորգն այլևս հրաժարվել էր որևէ նախագծի մասնակցել, նա հայտնել է, որ կրկին նկարահանումների է մասնակցում, իսկ թե ինչ նկարահանումներ են դրանք, Գևորգը խնդրել է մեկնաբանություններում կռահել, իսկ Star News-ն առանձնացրել է տեսանյութը, առաջարկում ենք դիտել դա։ Ես բոլորին գրեթե չքնած եկել եմ հանրային հեռուստաընկերություն, այսօր նկարահանման եմ, շատ երկար ժամանակ իրականում հաղորդումների չէի մասնակցում, հազվադեպ էի մասնակցում, բայց այսօր այն օրերից է, որ եկել եմ նկարվելու, իսկ թե որ հաղորդմանն եմ եկել, դուք գուշակեք։ Երգիչ Վաչե Ամարյանը պարբերաբար իր սոցիալական էջերում հրապարակումներ է անում աշխատանքային նորությունների հետ ծանոթացնելով իր երկրպագուներին, թե իսկ այսօր նա նշել է, որ իր երրորդ երեխայի դստեր ծննդյան տարեդարձն է։ Ծնունդդ շնորհավոր, կյանքս, հրապարակումներին կից գրել էր Վաչեն։ Նա նաև նշել է, որ շարունակելու է աշխատել ու նոր երգեր հրապարակել իր երկրպագուների համար, իսկ Star News-ը ձեզ առաջարկում է դիտել տեսանյութը։ Եկանք հասանք տուն, տնից լավ տեղ չկա, գնանք մի քիչ հանգստանանք, վաղվանից անցնենք գործերի, դե ամենալավն ու բարին, բոլորին։ Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը շարունակում է սոցիալական հարթակներում պահպանել ակտիվությունը։ Նա պարբերաբար անդրադառնում է այն հարցերին, որոնք իրեն անհանգստացնում են։ Այս անգամ Լիլիթի հոլովակը իր մայրիկի մասնակցությամբ էր։ Նրանք երկուսով խոսել են բլից հարցերի մասին։ Ֆորմատ կա, չէ՞, հայտնի բլից հարցեր մայրիկի հետ։ Արդյոք է սպասված երեխա եմ եղել, թե ոչ։ Այո, շատ բարի։ Երեխաներից հետ ում ես ավելի շատ սիրում, ինձ թե Լինային։ Ապուշ հարցեր։ Ապուշ հարց չպատասխանի։ Ապուշ հարցեր մի դու։ Ով ավելի սիրում, ես թե Լինան։ Ոչ մեկը թե սիրուն չեք։ Խորնայից հետ ում ես ավելի շատ սիրում, Միքայելին թե Անդրեային։ Այդքուսին հավասար։ Ում հետ էր ավելի հեշտ, Միքայելին։ Անդրեայի հաշտի։ Միքայելը անտանելի երևի քա։ Եթե չդառնայիր բժիշկ, ինչ կդառնայիր։ Լեզվաբան։ Դանիմ ես դառել եմ լեզվաբանի, ինչ։ Արդյոք ձեր միակ եւ անկրկնելի կյանքի սերը իմ հայրիկն է եղել, նույն ինքը ձեր նախկին ամուսինը։ Ապայման։ Այսպեսին էին բլից հարցերը բժիշկ մանկաբույժ Անուշ Ոսկանյանի հետ։ Եվ մի բան էլ այսօր ես հասկացա, մամ ջան, որ քանի կա մեր սերնդի երեխեքը 90-ականներին, քանի կա մենք սարսափում էինք, որ հանկարծ ծնողները չներվայնանան, չճղայնանան, հիմա սարսափում ենք, որ հանկարծ երեխեքը մեր վրա չներվայնանան, չճղայնանան։ Այո, սարսափում ենք։ Ես Միքայելից վախենում եմ օրինակ։
Դու գիտեք, ես որպես մարտով միշտ տուժած եմ բոլոր խցանումներից ու երբևիցե չի կարողանում A կետից B կետ հասնել։ Ժամը 11-ին պետքա գայի իմ կոսմետոլոգի մոտ, բաբայան էսթետիկս, ու այսպես շատ կազմակերպված 1 ժամ շուտ տանից դուրս եմ եկել, որովհետև միանշանակ գիտեի, որ Միասնիկյանը կանգնած է լինելու։ Ձեմ временем ես հասել եմ 1 ժամ շուտ եւ նստել եմ մեքենայի մեջ։ Երևի դուրս գամ, մի քիչ զբոսնամ Երևանով, մինչև ժամս գա։ Այնպես որ տենց էլ է լինում։ Տենց էլ է լինում։ Պլանավորում ես 40 րոպե գնալ, բայց 5 րոպեում հասել եմ։ Չգիտեմ ինչով էր պայմանավորված այն փաստը, որ ամբողջ Միասնիկյանը դափ-դատարկ էր։ Ամառային տաք ու արևոտ օրերը Անահիս Սարդարյանն իհարկե անցկացնում է ընտանիքի հետ։ Նա դստեր մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել, որը, ինչպես միշտ, ջերմ է եւ երբեմն նաեւ զվարճալի։ Առաջարկում ենք դիտել այդ տեսանյութը։ Եկել ենք Պողոս Պետրոս եկեղեցի, որը գտնվում է ջրի տակ, բայց երբեմն երբ որ ջրի մակարդակը իջնում է, սկսում է երևալ անձրևների ժամանակ նորից ծածկվում է։ Սա իշնենք ներքևից նկարեմ։ Սպասի առանց ինձ մի գնա։ Այն եկեղեցին տեսնում եք, բիգ մոտիկացրա եկեղեցին։ Ինքը ջրի տակ է ու երբ որ ջուրը բարձրանում է, Պողոս Պետրոս եկեղեցին է։ Ջուրը բարձրանում է, համարյա ամբողջությամբ ծածկվում է։ Եկեղեցին հենց իջնում է, սկսում է երևալ։ Տեսեք, այն նավակը պիտի իմանանք որտեղից էր։ Մյուս անգամ կար, նայ, դե նավակը։ Հա, կղզիով է։ Էդ եմ ասում, պիտի իմանանք որտեղից է, այդպես նստենք, գանք կողմ։ Էտո բաբա։ Մաշան։ Մաշան։ Հա, մաշա։ Մամա նկարում է, պոստա մենք ռամբիս կանենք։ Էդ ինչ ասեց, որ վատացար։ Էդ ինչ ասեց, որ վատացար։ Չպարկես գետին։ Ինչ ասեց։ Ասաց ես միլիոն լայքեր ունեմ։ Ինչու։ Միլիոն լայքեր։ Միլիոն լայքեր ունի։ Դերասան եւ հաղորդավար Ավետ Զոհրաբյանն էլ պատմել է իր առօրյայի, ինչպես նաեւ աշխատանքային նորությունների մասին։ Star News-ն այդ տեսանյութը եւս առանձնացրել է հենց ձեզ համար։ Այսօր իմ օրը մի տեսակ շատ շուտ չի սկսվել։ Բարի լույս։ Եթե դուք հարցնեք, թե ինչ ենք անում մենք կաստրյումով, կամերայով եւ ուղղակի սիրուն հագնված, եկել ենք նոր բան նկարենք Armenian Helicopters-ի համար։ Այդքան է։